Բարի շաբաթ, սիրելի ունկնդիրներ, այսօր կշարունակենք աստվածաշնչի ուսումնասիրությունը շաբաթօրյա դպրոցի ձեռնարկի միջոցով։ Ինչպես գիտեք, ուսումնասիրում ենք Եփեսացիս Պողոսի նամակը գրված Եփեսացիներին, եւ այսօր արդեն դաս 9-րդն է, որը կոչվում է ապրելով իմաստուն ձևով։ Թող Աստված մեզ օգնի այս ուսումնասիրության մեջ։ Հիշելու համարն է Եփեսացիներ 5:15-ից 17 համարները։ Արդ, ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների, ճիշտ օգտագործեք ժամանակը, որտեղ օրերը չար են։ Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Բոլորին վերջերս Միացյալ Թագավորությունում աճուրդ էին հանել մի բյուրեղյա սափոր, եւ աճուրդի կազմակերպիչները այն նկարագրեցին որպես 19-րդ դարի ֆրանսիական գինու սափոր։ Եվ այդ սափորի գինը գնահատեցին ընդամենը $200 ամերիկյան արժեք տվեցին, սակայն այդ աճուրդին մասնակցում էին երկու մարդիկ, ովքեր ավելի խորը գիտելիքներ ունեին այդ առթիվ, եւ նրանք իսկույն իմացան, որ դա շատ եզակի սափոր է, հազվագյուտ եւ իսլամական սափոր է, որի իրական արժեքը 5 միլիոն ֆունտ ստերլինգ է, իսկ ամերիկյան դոլարով 6.5 միլիոն։ Բայց նրանք առան այդ սափորը $200, ինչը իրենց օգնեց, որ իրենք այդպիսի շահավետ գործարք արեցին։ Իհարկե իրենց գիտելիքները, իրենց իմացածը, իրենց փորձը, իրենց փորձագիտությունը։ Հիմա երբ որ այս առումով խոսում ենք քրիստոնեության մասին, փրկության մասին, Պողոս առաքյալը, որ այսօր մենք ուսումնասիրում ենք Եփեսացիս 5:1-20 համարները, եւ այդ համարներում Պողոս առաքյալը հակադրում է հեթանոսների, այսինքն եթե այսօրվա լեզվով վերցնենք աշխարհիկների, որտեղ մարդը կարող ասի ես քրիստոնյա եմ, բայց աշխարհիկ կյանքով ապրի, եւ հավատացյալների արժեհամակարգերը։ Հեթանոսները արժևորում էին գռեհիկ խոսքերը, գինարփուկները եւ անառակ պահվածքը, որպես կյանքի մեծագույն գանձեր։ Նույնը կատարվում է այսօր աշխարհիկ կյանքի մեջ։ Հակառակը հավատացյալները սակայն գիտեն, որ գալիս է արժեքների գնահատման վերջնական օրը, երբ ակնհայտ կդառնա ամեն ինչի իրական արժեքը։ Եվ խնջույքների եւ հարբեցողության վրա իրենց խաղադրույթը կատարելու փոխարեն նրանք ի թիվս այլ բաների գնահատում են ամեն բարություն, արդարություն եւ ճշմարտություն Քրիստոսի մեջ։ Եվ Պողոսը այսպիսով հորդորում է հետամուտ լինել այն բոլոր հարմար գործարքներին, որոնք այսօր Քրիստոսը առաջարկում է մեզ, Քրիստոսի մեջ առաջարկում է մեզ, որտեղ մենք ապրում ենք հավերժության շեմին։ Կարդանք 5-րդ գլխի առաջին երկու համարները։ Արդ, Աստծուն նմանվեք որպես սիրելի որդիներ եւ սիրով վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, իրեն մեզ համար ընծա եւ զոհ մատուցեց Աստծուն որպես անուշահոտություն։ Այստեղ ասում է նմանվեք Քրիստոսին։ Ինչպես էր ապրում Քրիստոսը։ Եթե մենք համարձակվում ենք մեր վրա առնել քրիստոնյա անունը, ուրեմն պիտի շատ ուշադիր ուսումնասիրենք Քրիստոսի կյանքը, որտեղ ասում է նմանվեք Աստծուն որպես սիրելի որդիներ։ Իսկ ում պիտի մենք նայենք դրա համար Հիսուս Քրիստոսին, որտեղ Հիսուս Քրիստոսը ասեց, ով որ ինձ տեսավ, տեսավ Հորը։ Եվ ասում է սիրով վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց։
Այսինքն ոչ թե սովորական աշխարհիկ սիրով, այլ իսկական Քրիստոսի սիրով։ Ոչ թե ինչպես աշխարհում է ես քեզ դու ինձ, այլ անձնազոհ սեր դրսևորելով միմյանց հանդեպ։ Քրիստոսի օրինակին հետևելով նա ոչ միայն իրեն զոհ մատուցանից, այլ իր ամբողջ կյանքն էր զոհաբերություն։ Քրիստոսի ամբողջ կյանքը զոհաբերություն էր։ Եվ հետո շարունակում է. «Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, ինչպես նաև գռեհիկ կամ հիմար խոսքերը կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Որտև մի բան իմացեք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է Քրիստոսի և Աստծո արքայության մեջ ժառանգություն չունի»։ Գիտեք, այսօր ոչ միայն աշխարհում, այլ շատ քրիստոնեական եկեղեցիների սովորական կենսակերպը դարել է հենց սա պոռնկությունը, որովհետև երիտասարդները չեն ուզում ամուսնանալ, այլ ուղղակի առանց ամուսնանալու իրար հետ ապրում են, առանց որևիցե պարտավորություն վերցնելու իրենց վրա։ Եվ հետո երբ որ կշտանում են, այսպես ասած, լքում են տվյալ մարդուն, գնում են ուրիշի հետևից, հետո նորից ուրիշի հետևից, հետո նորից ուրիշի հետևից։ Այսինքն այս բառը ունի շատ խորը եւ լայն իմաստ։ Եվ ցավոք այսօր կան երիտասարդներ, ինչու նաեւ երիտասարդներ, նաեւ այլ տարիքի մարդիկ, քրիստոնյաներ, որ հաճախում են քրիստոնեական եկեղեցի, բայց նման կյանքով են ապրում։ Եվ ցավոք իրենց հովիվները չեն զգուշացնում իրենց, որ գիտեք Աստվածաշունչում այդպես գրած չի, Աստվածաշունչում ուրիշ բան է գրած։ Գրած է, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ չի մտնի երկնքի արքայություն։ Ցավոք մարդիկ խաբված են, որտեղ ուզում են խաբվել։ Եվ դրան հակառակ Պողոսը միշտ օգտագործում է այդ ձևը, ասում է, այսինչը մի արեք, այսինչը արեք։ Գիտեք, իրանք ապրում են Եփեսոսում եւ այն ժամանակվա աշխարհն էլ շատ փչացած էր։ Երբ որ քեֆեր էին անում, այսքան խնջույքներ էին անում, շատ վատ բաներ էր տեղի ունենում այդ խնջույքների վաճ, հարբեցողություն եւ այլ տարբեր վատ բաներ։ Եվ մարդը, երբ որ գալիս է եկեղեցի այդ կյանքից, ինքը պիտի հրաժարվի այդ կյանքից, ոչ թե շարունակի այդ կյանքի մեջ։ Այսինքն անկանգված էր անբարո կենսաձևի մեջ, բայց հիմա պիտի փոխի։ Չնայած հունական կենսակերպի մեջ ոչ միայն այս տիպի կյանքեր, այլ նաև այլ տիպի կային մարդիկ, որոնք խիստ բարոյական կյանք էին վարում, եւ Պողոսը հակադրում է եւ ասում է, որ քրիստոնեական կյանքը պիտի լինի այո, բարոյական, ոչ թե անբարո։ Եվ այդ խնջույքների ժամանակ հարբեցողություն էր լինում, գռեհիկ խոսք, խեղկատակություններ, անբարո արարքներ, ամենաթողություն էր եւ Պողոսը ինչ է ասում։ Ասում է գռեհիկ կամ հիմար խոսքեր կամ խեղկատակություն։ Գիտեք, շատերը խառնում են ուրախությունը խեղկատակության հետ։ Խեղկատակությունը ուրախություն չի։ Երբ որ մեկին քթնում ես եւ սկսում ես այդ մարդու վրա կատակներ անել եւ ծիծաղալ, դա ուրախություն չի։ Դա բոլորովին քրիստոնեությանը հակառակ վարվելակերպ է։ Եվ դա էժանագին փոխարինողն է այն ուրախության, որ մեզ տալիս է իսկական քրիստոնեական կենսակերպը։
ասում է գռեհիկ հիմար խոսքեր մի օգտագործեք։ Ուրեմն երբ որ քրիստոնյա ենք, շատ ու շատ դիլնենք մեր կենսակերպի, մեր լեզվի հանդեպ, ինչպես գրում է Հակոբոսը, եւ չհետևենք աշխարհիկների օրինակին, ինչպես Դավիթը գրում է առաջին Սաղմոսում, ասում է. ես ինձ մաքուր պահեցի, ես չնստեցի քմծիծաղողների շրջապատում, այսինքն մարդկանց վրա չքմծիծաղեցի, եւ լավ կլինի, որ այսօրվա երիտասարդությունը շատ զգուշորեն եւ լուրջ վերաբերվի եւ ուսումնասիրի Աստծո խոսքը եւ լսի Պողոսի հորդորները, որը Սուրբ Հոգուց ներշնչված հորդորներ են եւ ճշմարտություն են։ Եթե մարդ լսի այդ ամենն, այլ չի խաբվի։ Տեսեք, զարմանալի չէ, որ հենց դրանից հետո Պողոսը գրում է. ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որտեղ այս պատճառով է Աստծո բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Մարդկանց, որ տարբեր մեղքեր են գործում առանց ամոթի ու ապաշխարության, Պողոսն անվանում է պոռնիկ, պիղծ, ագահ։ Նա խիստ չափանիշ է սահմանել, ովքեր Քրիստոսի մեջ են եւ կամենում են մասնակից լինել նրա ապագա երկնային արքայությանը, չպետք է վարվեն այնպես, ինչպես այդ ժառանգությունը չունեցողները։ Նրան նաև մտահոգում է դատարկ խոսքերի ազդեցությունը, այդ մասին ազատ խոսողները հավատացյալներին կարող են համոզել, թե սեռական էթիկայի խախտումը բոլորին էլ մեղք չէ, վերջիններս նույնիսկ կարող են ներգրավել նման մեղքերի մեջ։ Խաբված լինելը, ինչպես զգուշացնում է Պողոսը, մարդու վրա է բերում Աստծո վերջին ժամանակների դատաստանի սպառնալիք, քանզի Աստծո բարկությունը գալիս է անհնազանդ զավակների վրա։ Ոչ մի մարդ չի կարող արդարանալ Աստծո առջև եւ ասել, գիտեք, իմ հովիվ ինձ չզգուշացրեց, կամ այսինչ ես չգիտեի։ Հովիվը չզգուշացրեց, բայց Աստվածաշունչն է զգուշացնում։ Դրա համար պետք է հետևել Աստվածաշնչին։ Քրիստոսը ասեց հետևեք ինձ, չասեց հետևեք հովիվներին։ Այո, հովիվները սնունդ տվողն են հոգևոր, բայց եթե հովիվը չի խոսում այնպես, ինչպես Աստվածաշունչը, ուրեմն դու պետք է նախընտրես հետևել նրան, ինչ որ ասում է Աստվածաշունչը, ոչ թե հովիվը։ Եվ այստեղ Աստծո բարկություն արտահայտությունը մտահոգիչ է շատերի համար, որտեղ շատերը կարծում են, որ Աստված չի կարող զայրանալ կամ բարկանալ, նա շատ բարի է, բայց հարցը նրանում է, որ Աստծո բարկությունը բոլորին տարբեր է, քան սովորական մարդու հուզական ձևով դրսևորված բարկությունը։ Աստծո բարկությունը դա համբերատար եւ արդար Աստծո արդարացի արձագանքն է համառորեն չարը գործողներին, համառորեն, որոնք չեն ուզում դարձի գալ, ոչ թե խելահեղ եւ պոռթկուն արձագանք աննշան սխալներին, ինչպես անում են մարդիկ իրենց երեխաների հանդեպ կամ միմյանց հանդեպ, կամ ամուսինները իրենց կանանց հանդեպ կամ հակառակ։ Ավելին, Աստծո բարկության մասին հիշատակումները հիմնական տեղ են գտել Աստծո գալիք դատաստանի մասին ներշնչված աստվածաշնչյան նախազգուշացումների համատեքստում եւ Աստված բարի է, դրա համար էլ նախազգուշացնում է իր գալիք դատաստանի համար եւ ժամանակ է տալիս մարդկանց, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն անեն եւ հրաժարվեն իրենց մեղսավոր կյանքից, եւ դա իր շնորհի դրսեւորումն է այս նախազգուշությունների շնորհով է, որ մենք կարող ենք փոխել մեր բնավորությունը, բայց իհարկե հետևելով աշխարհիկ կյանքի սովորություններին մեր բնավորությունը չի փոխվի, որտեղ ամեն մեր սովորությունով, ամեն մեր խոսքով մենք կերտում ենք մեր բնավորությունը, ամեն մեր արարքով։ Մենք այն ենք, ինչ որ խոսում ենք եւ ինչ որ անում ենք։ Եթե լավ բաներ եք խոսում եւ անում, ուրեմն լավ ձևով մեր բնավորությունը կկերտվի, եթե վատ, ուրեմն վատ ձևով կկերտվի եւ մենք պատրաստ չենք լինի երկնքի արքայությունը ժառանգելու։
Եվ ինչպես կարդացինք 8-րդ համարում ասում է լույսի որդիների պես ընթացեք, փորձեք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ Ուրեմն, մի անգամ էլ կարդանք, ասում է ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծո բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Ուրեմն դրանց հաղորդակից մի եղեք, քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով։ Լույսի որդիների պես ընթացեք, որովհետև հոգու պտուղը ամեն բարության, արդարության եւ ճշմարտության մեջ է։ Փորձեք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի եղեք, ավելին քննեք դրանք, որտև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսել անգամ ամոթ է։ Քննեք դրանք մյուս թարգմանություններում ռուսերեն եւ անգլերեն գրված է ոչ թե քննեք, այլ ձեր կյանքով ոչ թե քննադատեք, դա քննադատել բառը չի, այլ ձեր կյանքով բացահայտեք, թե ինչքան վատն է այդ մյուս կյանքը։ Այս բառն է գրված մյուս թարգմանություններում։ Այսինքն իր շնորհիվ քո մաքուր կյանքի, երբ որ աշխարհիկ մարդը տեսնի, որ իրոք տարբերություն կա իրեն եւ քո միջեւ, ինքը գցի լուրջ մտածել դրա մասին։ Եվ դրանով իսկ կամաչի իր գործընթացից, երբ որ տենա քո մաքուր կյանքը։ Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար ասում է արթնացիր ով քնած, վեր կաց մերեռների միջից եւ Քրիստոսը քեզ կլուսավորի։ Ուրեմն ինչ է այստեղ հորդորում Պողոս առաքյալը։ Ասում է, որ հորդորում է եւ հասկացնում է, որ հավատացյալի նպատակը միանգամայն տարբեր է։ Հաճեցնել ոչ թե ինքն իրեն, այլ Աստծուն։ Բարձրացնել ոչ թե ինքն իրեն, այլ Աստծուն։ Հավատացյալը պետք է ձգտի արտացոլել Քրիստոսի անձնազոհությունը, որը դրսևորվեց Քրիստոսի ամբողջ կյանքում։ Մեր կյանքը պետք է նմանվի Քրիստոսի կյանքին, ռադիկալ ձևով փոխվի։ Մենք չենք կարող ուղղակի ասելով ես քրիստոնյա եմ, ես քրիստոնյա եմ, ես քրիստոնյա եմ փրկվել, ոչ։ Այլ մեր բնավորությունը պետք է փոխվի, մեր գործերը պետք է փոխվեն, մեր ամբողջ բնույթը պետք է փոխվի։ Եվ դրա համար ասում է արթնացիր ով քնած։ Այսինքն բավական է, ինչքան որ ես քրիստոնյա եմ ասելով, բայց աշխարհիկ ձևով ապրելով ապրեցիր։ Բավական է, որովհետև կապ չունի ես ասում եմ ես քրիստոնյա եմ թե չէ, եթե ես ապրում եմ նույն աշխարհիկ կյանքով, Աստծո բարկությունը կգա նաև իմ վրա։ Եվ դրա համար ասում է քնից զարթնեք, խաբված մի եղեք։ Եփեսացիների 5-րդ գլխի 11-ից 14 համարները, որ նոր մենք կարդացինք, ինչ է անում։ Պողոսը շարունակաբար փոխարինում է երկու հորդոր, ասում է ապրել Աստծուն պատիվ բերող կենսակերպով որպես լույսի որդիներ եւ հրաժարվել անբարոյական Աստծուն հակառակող կենսակերպ վարելուց եւ դրանով ի հայտ բերելով խավարի անպտուղ գործերը։ Հավատացյալները պետք է ապրեն անհավատների առաջ որպես լույս Տիրոջով եւ լույսի որդիներ։ Դա անելու ամբողջ իմաստը ապացուցելն է, որ հոգու պտուղը ամեն բարության, արդարության եւ ճշմարտության մեջ է։ Գիտեք, քրիստոնյա կյանքը տեսնելուց
աշխարհիկ մարդը պետք է հասկանա, որ ավելի գեղեցիկ է, ավելի լավ է եւ ավելի խոհեմ է եւ ավելի ձեռնտու է, ավելի շահավետ է ապրել քրիստոնյան ճշմարիտ քրիստոնյայի կյանքով, մաքուր կյանքով, քան թե այն կյանքով, որ ապրում են իրենք։ Եվ Պողոսը կոչ է անում, որ մարդիկ քրիստոնյաները ձեռնամուխ լինեն Աստծո բարությունն ցույց դնելու ռազմավարությանը։ Հավատացյալները պետք է մերկացնեն խավարյան պտուղ գործերը, ցուցադրելով արդարության գործերը որպես այլընտրանք, որը հասանելի է բոլորին։ Մեր խոսքերը միայն չեն մերկացնի խավարյան պտուղ գործերը, եթե մենք նույն խավարյան պտուղ գործերն ենք անում։ Մենք ոչ օգուտ կբերենք մեր փրկությանը, ոչ էլ այլոց, եւ ինքներս կկորսվենք եւ ուրիշներն էլ կորուստի կտանենք, այլ մեր կյանքն է, մեր անձնազոհ, սիրով լցված, խոնար, մաքուր կյանքն է, որ ցույց է տալիս, թե իրականում ես քրիստոնյա եմ, թե չէ, որ ցույց է տալիս, թե ինչ է լույսի մեջ ապրելը։ Եվ դա տեսնելով խավարի մեջ ապրողը սկսում է հակադրել, սկսում է մտածել, եւ վերջի վերջո շատերը այդ մաքուր կյանքը տեսնելով դարձի կգան, այլ ոչ թե դատարկ խոսքերը լսելով։ Ինչպես Պողոսը մի այլ տեղ ասում է 13 գլխում Կորինթացիներին, դատարկ ծնցղայի պես մի հնչեք, այլ իրականում ճշմարիտ քրիստոնյայի պես ապրեք։ Եվ այստեղ, երբ որ ասում է արթնացիր քնից, Պողոսը մեջ է բերում Եսայիա 60 գլխի 1-ից 3 համարները, ուղղված են Աստծո ժողովրդին եւ ուղղված այսօրվա քրիստոնյաների ուղղվածը զոր կոչ է արթնանալու, վերադառնալու իրենց սկզբնական կանչվածությանը, որպես ավետարանիչներ եւ Քրիստոսի լույսը խավար աշխարհում արտացոլողներ։ Աշխարհիկ կյանքով ապրելով դու աշխարհիկ մարդուն կարողա բերես եկեղեցի, բայց փրկության չես բերի։ Դու էլ կգնաս կորստի աշխարհիկ մարդն էլ։ Եթե դու աշխարհիկ կյանքով ես ապրում եւ ուղղակի գալիս եք եկեղեցի որպես կլուբ, ժամանակ եք անցկացնում եւ գնում եք նորից շարունակում եք խավարի գործերը։ Սա ինքնախաբեություն է։ Աստված թող հեռու տանի դրանից մեզ։ Եվ շարունակենք կարդալ 15 համարից 14-ը մի անգամ էլ կարդանք, արթնացիր ով քնած, վեր կաց մեռելների մեջից եւ Քրիստոսը քեզ կլուսավորի։ Տեսեք, ում է կոչում այստեղ մեռել։ Աշխարհիկ կյանքով ապրող մարդուն։ Արդ ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք, այսինքն մինչև հիմա դուք ուշադրություն չէիք դարձնում, բայց արդեն ժամանակը մոտիկացել է։ Հերիք ենք նախապնվեք, ասում է արդ ուշադրություն դարձրեք ձեր վարքին։ Վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների, ճիշտ օգտագործեք ժամանակը, որտեղ օրերը չար են։ Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Եվ այստեղ Պողոսը ներկայացնում է երկու հորդոր, Եփեսացիներին եզրափակելով հատվածը բարոյական մաքրության կարևորությամբ։ Առաջինը մասը սկսվում է ինչպես կարդացինք, արդ ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների։ Անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Ոչ թե իմացեք, թե ինչ է ասում ձեր հովիվը, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը իրականում։ Այն ժամանակ կիմանաք ճշմարտությունը եւ ճիշտ կվարվեք։ Եվ այս մտքերի միջև կոչ է հնչում, ճիշտ օգտագործեք ժամանակը։ Սա շատ կարևոր եւ խորը իմաստ ունի
որն է ոչ թե որպես աղելքներ, այլ իմաստուններ ընթանալու տարբերությունը։ Գիտեք, Աստված մեզ կյանք է տվել, Աստված մեզ ժամանակ է տվել, որպեսզի մենք օգտագործենք այդ ժամանակը եւ գնանք ճշմարտության հետևից։ Այդ ժամանակը օգտագործենք մեր փրկության համար, մեր բնավորությունը կերտելու համար։ Բայց եթե ես այդ ժամանակը օգտագործում եմ հակառակ իմաստով, ես անխելք եմ։ Այսքան ինձ տրված ժամանակը օգտագործում եմ բոլորովին զրո օգուտով։ Պատկերացրեք, որ մեկը ընկնի բանտ եւ ժամանակավորապես իրան ասեն, գիտեք, քեզ ժամանակ է տրվում։ Եթե դու այդ ժամանակի ընթացքում քեզ լավ դրսևորես, դու կհայտնվես ազատության մեջ։ Եթե ոչ, շարունակես մնալ բանտում կամ վերջապես մահապատժի կենթարկվես։ Եվ պատկերացրեք, ինչքան կարևոր է ամեն մի րոպեն այդ մարդու համար, որտեվ իր կյանքն է կախված դրանից։ Եվ հիմա էլ մեր հավիտենական կյանքն է կախված դրանից։ Աստված մեզ չի ստեղծել է ժամանակավոր տանջալից կյանքը անցկացնելու եւ հետո ոչ չանալու։ Ոչ, Աստված մեզ ստեղծել է, որպեսզի մենք հավետ, ուրախ, երջանիկ ապրենք իր ներկայության մեջ։ Եվ նաեւ ուրիշ օրինակ եմ ուզում բերել։ Պողոս այստեղ գրում է, որ ընթանալ բառն է գրում, որը նշանակում է կենսակերպ, այսինքն ինչպիսի կենսակերպ ես դու վարում, ինչ քայլեր ես անում, ինչ ճանապարհներով ես քայլում։ Հավատացյալները պետք է ուշադրություն դարձնեն իրենց վարքին, ինչպես մարդը, որ հայտնվում է մթության մեջ, կամ երբ որ ճանապարհը հարթ չի լինում, մարդը անզգուշորեն չի քայլում, ինքը ամեն վայրկյան նայում է իր ոտքի տակ տեսնի հովտանգավոր չի, հոչի, որպեսի չընկնի։ Նույնը հիմա է։ Մենք շրջապատված ենք խավարով։ Աշխարհը խավարի մեջ է, բարոյական խավարի մեջ է, եւ մենք պետք է շատ զգուշորեն քայլենք, որպեսի չընկնենք եւ այդ խավարի զոհը չլինենք։ Գիտեք, նաեւ այստեղ կարելի է օգտագործել այս համեմատությունը, օրինակ Պողոսը այստեղ այս բառը գնեք ժամանակ օգտագործում է էգզագորածո բայը, եւ այս բառը գնել բայի հոմանիշը եւ նշանակում է ձեռքից բաց չթողնել շահավետ գործարքները, այն գործարքները, որոնք մեզ առաջարկվում են Քրիստոսի վերադարձի նախօրեին։ Գիտեք, լինում է, որ խանութներից փոստով կամ էլեկտրոնիկ հասցեով ուղարկվում են կուպոններ, որտեղ առաջարկում են, որ եթե այսինչ ժամկետի մեջ այսօրվանից այսօրը գնում կատարեք մեր խանութից, ապա ձեզ զեղչ կլինի 10%, 20%, կարող է լինել նաև 50%, բայց դու պետք է այդ կուպոնը օգտագործես այդ ժամանակահատվածում, որպեսզի այդ զեղչը ստանաս։ Հիմա Աստված մեզ ժամանակահատված է տվել եւ իր շնորհքն է տվել։ Այդ կուպոնը, այդ զեղչը Աստծո շնորհքն է։ Մենք չենք կարող դա դնել կողք, ասել, երբ որ ուզեմ այդ բախտ օգտագործեմ, այդպես չի։ Աստված ժամանակ է տվել, հատված է տվել, որպեսզի մենք օգտագործենք իր շնորհը։ Իր շնորհը հավերժ չի լինի մեր մեջ։ Մեր կյանքը հավետ չի, մենք չգիտենք երբ մեր կյանքը կընդհատվի կամ Աստծո շնորհը մեր կյանքում կընդհատվի։ Դրա համար պետք է շատ զգուշ լինել եւ մեկդի դնել խավարի գործերը եւ սկսել ապրել լույսի գործերով, մանավանդ եթե մենք կրում ենք Քրիստոնյա անունը։ Պողոս ասում է, օրերը չար են եւ այս աշխարհում տիրում է, գերիշխում է սատանայի ապրելակերպը, վարվելակերպը, մտածելակերպը։ Քրիստոսի վերադարձին սպասող հավատացյալները ապրում են դժվար ժամանակներում, որը Պողոսը ներկայացնում է որպես վտանգավոր, բայց եւ եկամտաբեր առևտրի դաշտ։
Պետք է նույնքան ուշադիր օգտագործել մնացած ժամանակը, որքան խելացի առևտրականները արագ կատարվող վաճառքի գործարքների ժամանակ, երբ շահավետ զեղչեր են առաջարկվում։ Թեև մենք չենք կարող գնել փրկությունը, այդուհանդերձ համեմատությունը տեղին է։ Շտապեք վերցնել այն, ինչ մեզ առաջարկվում է Քրիստոսով։ Վաղը կարող է դա չլինել։ Եվ վերջին հատվածը կարդանք այս գլխի կեսը, որ ուսումնասիրում ենք, 18 համարից մինչև 20 համարը, գինով մի հարբեք, որ անառակության է տանում, այլ հոգով լցվեք։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով և հոգևոր երգերով խոսեք, ձեր սրտերում Տիրոջը երգեք և սաղմոս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհություն հայտնեք Աստծուն և Հորը։ Ամեն ժամ և ամեն բանում։ Ոչ թե երբեմն, ոչ թե շաբաթը մեկ։ Իսկ հիմա ինչ է կատարվում։ Ամեն ժամ և ամեն բանում մարդիկ գոհություն են հայտնում, ինչով են զբաղված։ Իրենց գովասանքով։ Ինքնահմայչությամբ են զբաղված։ Ոչ մի բան չունենք, որ մեզնից է, ամեն ինչ Աստծուց է։ Եվ ուրեմն, ինչպես Պողոսն է հորդորում, ամեն ժամ և ամեն բանում Աստծուն գոհություն հայտնենք, Աստծուն գովանք։ Ուրեմն, այս վերջին համարներում Պողոսը հորդորում է հավատացյալներին հեռանալ միտքը մոլորեցնող գինու օգտագործումից, փոխարենը միասին վերապրել հոգու ներկայությունն ու զորությունը։ Գիտեք, երբ որ մարդը ալկոհոլ է օգտագործում, ինքը ուզում է կարծես թե ուրախություն է իբր թե դա իրան տալիս, որը շատ էժանագին փոխանորդն է Աստծո Սուրբ Հոգու ներգործության։ Մարդը զգում է, որ ինքը ուրախության կարիք ունի և ուզում է ուրախանալ։ Բայց փոխարինում է դա սխալ ձևով։ Եվ ալկոհոլի ազդեցության տակ շատ վատ բաներ է կատարվում, եւ Աստված Պողոսը այստեղ հավատացյալներին հորդորում է, որ իրենք ապրեն Աստծուն գովանալով, այլ ոչ թե իրենց։ Շատ մարդիկ իրանց մեդիաները օգտագործում են իրենց գովելու համար, այդպիսով գնում են դեպի կորուստ։ Պետք չի։ Գովաբանեք Աստծուն եւ ձեր կյանքը լիովին կփոխվի։ Գովաբանեք եւ ձեր մեդիաներով, եւ ձեր լեզվով, եւ ձեր կենսակերպով։ Թող Աստված լինի սրանում մեզ օգնական։ Մինչև հաջորդ հանդիպում։